Սրբազան եթե կարելի է ձեր բնորոշումը տակային իրավիճակին, որը այսօր ստեղծվել է հավաքնական եկեղեցում, մասնավորապես եկեղեցի դասի ներկայացնում։ Եթե ուզենանք մեկ բառով ասել, մի խելագար ձեռք ընկել է իշխանություն եւ ուզում է հպատակեցնել եկեղեցին։ Եկեղեցին դարձնել իրեն հնազանդ գործիք։ Բայց ցավոք սրտի չի ստացվելու իր մոտ եւ չի հաջողվելու։ Եկեղեցին երբեք որևիցե մեկի գործիքը չի եղել եւ կից կառույցը չի եղել։ Մեր ժողովրդին ասելու, նաև այն ժողովրդին, որոնք օրինակ այսօր եկել էին եւ փորձում էին վերման ենթարկել Սրբազան հորը, խոսքը ոստիկանների, ազա աշխատակիցների մասին է, իրավապահների, որոնք ստապես իրավապահների թե որովհետեւ նրանք են մեր ժողովրդի մասին ասում։ Նախ շնորհակալություն հայտնենք այն հայրենիքներին, ովքեր եկել են աջակցություն ցույց տալու համար, պաշտպանելու Մայրաքաղաք Սուրբ Էջմիածինը եւ հոգեվորականներին։ Իսկ իրավապահներին պիտի կոչանենք, որ բացառապես գործել օրենքների շրջանակով։ Եթե անօրինական դրանք լինի, չկատարեն։ Որտեղ հետագայում պիտի պատասխանան դրանց համար։ Այսօր օրինակ շատ ոստիկաններ լաց էին լինում։ Մարդիկ ասում են, որ մենք տեղյակ չենք, թե ուր են մեզ դրել։ Եվ արդյունքները գնում էին իրենց աշխարհից։ Փաշինյանը շարունակում է ուսումնասիրող հայտարարություն։ Իրենք Մայրաքաղաքի խորհուրդը շատ լավ գիտեն, բայց տեղյակ չեն եղել, թե ուր են բերում։ Մամուլը գրում էր, որ նաև հրամանվել է իշխանությունը, որպեսզի ձեզ կալանավորեն, ձերբակալեն նաև Այստեղ են թող ձերբակալեն։ Եթե ես այս երկրի թիվ 1 սպառնալիքն եմ, կարծում թե իրանք էլ չէ, ես գիտենամ աստված։ Եթե իմ գնալով այդ սպառնալիքը կվերանա երկրին մինչև 18 թվականը իրենք ինչ էին անում։ Հայական է լինել Այս կառավարության որևէ բանի տալ գնահատական, կարծեմ թե անշնորհական գործ չէ։ Ամեն ինչ կարող են եւ ամեն ինչ իրենցից սպասել են։ Եվ մենք ամեն ինչ պատրաստ ենք։ Կարծում եք հաջողվի իսկապես վերապաներացնել այսպիսի Նման բան չի կարող լինել, որտեղ իրենք մոռանում են, թե ինչի է գործում։ Վերջը դասով եկեղեցին ինքը աստվածահաստատ կառույց է։ Ով աստվածահաստատ այդ կառույցին դեմ գնաց, մի փոքրիկ քար շփոթվեց այդ կառույցի վրա, այդ քարը ժայռ դարձած իրենց վրա է գալու եւ իրենք ճշմարտել են։ Այսինքն սա ենթադրում է իշխանափոխություն, օրինակ մեր կամոքեգեո առաջին կաթողիկոսը ասում է Ինչպես բոլորն են նկատել, ոչ մի եզր չկա իրենց հետ քննարկելու որևէ մի բան։ Եթե իրենք զրծավ լինեն եկեղեցու հետ կապված, անգամ հայրենիքի հետ կապված իրենց շատ անգամներ հրապարակային ձեռք մեկնվել են, որ նման նստեն նման հարցեր քննարկության համար։ Բայց այդ հրավերը մինչև այսօր պատասխան չի եղել իրենց կողմից։ Բայց իրենց նպատակը դա չէ, իրենց նպատակը արտադրություն կատարել է։ Ինչ որ աշխարհաքաղաքական կենտրոններից իրենց հրանգ է տալիս եւ իրենք շատ գեղեցիկ, շատ գերազանցիկ ուսանողից կատարում են իրենց հրանգը։ Բայց իրենք մի բան չեն հաշվել, որտեղ որ դա հավատի մասին չեն կարող որևէ մեկը կանխորոշել, թե ինչ է լինելու։ Որ այստեղ իրենց մեջ կոտրվել է։ Իշխանությունը դատարկեցին այս աղաբեկումները, ճնշումները հավաքական եկեղեցու Չեմ կարծում իրենք մի բան ասեմ։ Ես կարծում եմ, որ իրենք այդ շրջանակի մեջ դեռ կան մարդիկ, որոնք մի քիչ մտածում ունեն, սեր ունեն հայրենիքի նկատմամբ, սրբությունների նկատմամբ։ Բայց այս վերջի օրերը ես ցավոք սրտի համոզվեցի, որ չկա այդ բանը։ Նրանց նպատակը իշխանությունն է, նրանց նպատակը փողն է, նրանց նպատակը սովորել են այս իշխանությանը, այդ աթոռներին, այդ հարստությանը, մտածում են, թե ինչպես կարող են առանց այդ հարստության ապրել։
նրանց համար սրբություն չկա, չունեն այդ սրբությունը եւ այս մարդկանց հաջողությունը գիտեք ինչու՞ն է կայանում, որովհետեւ սրանք բացարձակ լկտիներ են։ Իրենց լկտիությամբ առաջ են։ Եվ սպասում գիտեմ հարմար տեղներ չէ, բայց քան որ եթե հարմար չեք տալիս առիթը եղել է շփվենք նաև այս հարցին անդրադառնալ, դուք ինչ եք կարծում, քան որ Ղարաբաղի ուժը հարցեր է առաջ քաշել, որոնք հիմա ապրիլ քննարկվում մամուլում քաղաքացիների շրջան, պետք է նաև հավատավոր հոգին ձեզ եկեղեցին այդ հարցերի հետ կապված բարձաբանումներ ներկայացնի, թե ոչ։ օրինակ Դուք գիտեք ինչ Նիկոլ Փաշինյանը առաջ քաշել Խնդի հետևյալն է։ Փիլիսոփայական մտածության մեջ հարցին հարցով են պատասխանում, նույն հարցի իրենց հետ մեկուղի չեն պատասխանում։ Շատ հարցեր։ Ով ասա, իր ընտանիքի հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որ մամուլում քննարկվում են եւ այդ հարցադրումները արվել են, մինչեւ այսօր պատասխան չկա։ Եվ բոլորի եթե իրենք ուզում են, թող օրինակ ծավալեն, ասեն թե որն է, ճիշտ է, եկեք ասենք։ Եվ երկրորդը, նրանք օրակարգեր են շեղելու համար։ Չգիտեմ, ինչ-որ մի վատ բան ես կանխազգացություն ունեմ, իրենք այս ամեն ինչի ներքո թաքցնում են, մի վատ բան սպասում են։ Եվ կներեք դուք բացառում եք, որ կան հարցեր հետևորականներ, որոնք խախտում են Գիտեք, ես որովհետև մեկի տեղը չեմ կարող պատասխանել, եւ որովհետև մեկի համար ես մեղ չեմ վերցնի ինձ դրա, որովհետև մեկին զբաղվել։ Ես իմ անձի միայն ինտերը կարող եմ ասել։ Եվ կարծեմ յուրաքանչյուր մեկ այդպես պիտի լինի։ Ինչ է կարծում մեկին պախարակելը կամ սուտ զբաղություն տալը։ Լավ քրեական օրենսգիր միտով տվեք։ Վաղը ոնց է գիշերը ոնց է քրում։ Արս կարողանում արխանդիստ կնել, եթե մեկին նեղացրել է։ Ինք իր հետ հաշտ կգնում, չէ՞։ Բայց այս մարդը իրենց հետ հաշտ չէ։ Դուք կարծում եք, որ եկեղեցիներն այդ առումով որ այդպես քննի փոփոխի տեղեկությունն չէ։ Չկա մարդ, որ այս երկրի վրա մարտապի եւ մեղ չգործի։ Քրիստոսը չէր ասում։ Ով պետք է ապրի եւ մեղ չի գործի։ Բոլորն են մեղ գործում։ Նարեկացին չէր ասում։ Իմ մեղքերը մասից սարի չափ են։ Հիմա Քրիստոս նույն ձև ասում է, թող ամեն մարդը թող առաջին քարը մեր։ Ինքը այդ բոլորի ամենը ինքն է։ 5000 երեխայի պատասխանով է տալու։ Արցախի պատասխանով է տալու։ Այդ բազմաթիվ եկեղեցիների պատասխանով է տալու։ Այս երկրի են այսքան թմրանյութ ամբողջ երկրով լցված է։ Համբարայականությունը լծված է երկրում, մաղանդավորականությունը լծված է երկրում, ով է պատասխան տալու։ Հայտնի այսպիսի հաստամ, դուք ասացիք, որ ըստ էության մեկնել եք այդ ձեռքերը, որպեսզի հաշտության գալ եւ ստացվեց այնպես, որ Փաշինյանը չի ընդունել այդ հրավերը կամ այդ մեկնված ձեռքը։ Հիմա այս հրակոծությունը հայտարարվել անվերջ կարող է շարունակվել։ Փաշինյանը իր տեսակետը ներկայացնի, չհրաժարվի դրանից, եկեղեցին իր տեսակետը հանգուցալուծումը ինչպես է պատկերացնում։ Իրա հեղացում։ Ոչ միայն եկեղեցիներն ազգին են, հայրենիքի համար։ Եկեղեցին չէ այս ամենակարևորը, այս կարևորը ազգը, հայրենիքը, այն հողակտորը, որտեղ պետք է լինի այդ եկեղեցին։ Եթե հողակտորը չկա եկեղեցին, Արևմտյան Հայաստանում եկեղեցիներ շատ են։ Մեզ այս փոքրիկ հողակտորի նկատմամբ բոլորը սպարտում են։ Որովհետև հայրենիքը այս հողակտորը մեզ համար սոս հողակտոր չէ։ Սա Աստծո կողմից տված մեզ ավանդը չէ, որ պիտի պահենք, պահպանենք, շենացնենք, բոլորի պարտականությունը շենացնենք։ Այսօր մենք ինչ ենք անում, հանձնում ենք, չէ՞, այդ հայրենիքը։ Ով ուզես տվեցինք։ Հիմա Թուրքիան է ուզում, պատրաստում են Ադրբեջանը տվեցին, Վրաստանն են տալիս։ Հետո որ Աստծո առջև կայնեն, ինչ ենք որ տալու Աստծո։ Այդ հայրենիքը որ ավանդ է։ Իսկ ավանդը մեր սեփականությունը չէ, չէ՞։ Ինչով իր դերոջը վերադարձնում։ Աստծուն ինչ են վերադարձնում։ Այդ ասում եք իր հեռացումը ինչպես եք պատկերացնում։ Ակնհայտ է, որ նա չի ուզում իշխանությունը զիջել, այո, հրաժարական չի տալու։ Սահմանադրական կարգ միայն ուներ։
Գիտեք այսօր Էդվան Մարությանը գրում էր, որ օրինակ ինքը պատրաստ է իր տեխնատությունը հետ վերցնել եւ օրինակ վարչապետի տեխնատու առաջադրել Միքայել arczepiskopos Աջապահյանին եւ ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը Հայաստանն ասաց, որ ըստ պատրաստ են իրենց 20 ձայները կար եւ իհարկե Միքայել Սրբազան հայրը դրան համաձայն։ Արդեն եղել է քննարկում ինչ պատմում։ Երբևիցե եկեղեցին նման քննարկում չի եղել, երբևիցե եկեղեցին իշխանություն ունենալու խնդիր չունեցել։ Ընդհակառակը եկեղեցին միշտ հայտ չի ներկայացրել իշխանություն ձևավորելու եւ իշխանության ուժ լինելու։ Եկեղեցին ունի իր իշխանությունը, եկեղեցին ունի իր առաքելությունը, եւ իր առաքելությունը բացառապես հայ ժողովրդի կյանքիցներ իր դեպի անմարություն մարդկանց ճանապարհը։ Սա քաղաքական գործառույթ է, որ պիտի անեն քաղաքական հայտ ներկայացած կուսակցությունները։ Եկեղեցին նման բաներ չի։ Ես կարծում եմ, որ եկեղեցին մինչև նման բան չի եղել, որ Սրբազանը ինքը իբրև անաչ կարող է բան անել, ընդառաջել այդ բանը, բայց եկեղեցին որտեղ եկեղեցին չի ցանկանում աշխարհի իշխանություն ձեռքը վերցնել, որտեղ եկեղեցին ավելի բարձ, ավելի ծանր, ավելի քաղցր իշխանություն, ոգևոր իշխանություն։ Դա արդեն բավականին բարդ գործառույթ է։ Այո, բայց եթե որ հասական վիճակի երկրում եթե պետություն չլինի, ինչպես միշտ որ պետություն պատմության մեջ մենք բազմաթիվ անգամներ եղել են նվազվել պետություն չլինելու կարող է Եվ հիմնական այսպես իշխանության ուղղված մեղադրանքներ, քննադատություններ, որ միջամտում էին եկեղեցու հարցերին, բայց օրինակ քննադատությունները կողքին ստորակետ են դնում եւ ասում են, բայց եկեղեցիներն են միջամտում, քաղաքական շատ լավ հարց է։ Դուք չեք կարծում, որ եկեղեցին օրինակ որոշ քաղաքական պրոցեսների վերաբերյալ վճարություններ անելով այդպես քաղաքական գործընթացների մասնակից է դարձել։ Միանշանակ ոչ։ Քաղաքականություն նշանակությամբ զբաղվել նշանակում է դու քաղաքականություն կազմել եւ զբաղվել իշխանություն ձևավորելու, բայց եկեղեցին երբեք չի ցանկացել իշխանություն ձևավորել։ Նման բան տեսել եք։ Շատ։ Եվ երկրորդը այն հարցը, որ եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ։ Ես ձեզ խնդրեմ, միած բոլորը սահմանը գծեք, այն ջրբաժանը գծեք, որտեղ է քաղաքականությունը, որտեղ է վերջին հոգևոր կյանքը։ Հիմա կրթական հարցերով զբաղվել է քաղաքականություն է, թե չէ։ Սոցիալական հարցերով զբաղվել է քաղաքականություն է, թե չէ։ Տնտեսական հարցերով զբաղվել է։ Լավ են դավաճանի ձեռքը բռնել եւ ասել, այս ինչ է սա, ստոպ կանգնեք։ Քաղաքականությունը, որը սակայն պահ է, որ պարտականություն է յուրաքանչյուր մեկ հայի։ Եվ սա քաղաքականությամբ զբաղվել չէ, սա յուրաքանչյուր մեկ անազի պարտականությունն է։ Վարչապետի հրաժարականը պահանջելու գործընթացը ընդունել քաղաքականությամբ զբաղվել չէ։ Չէ։ Ես ասում եմ, քաղաքականությամբ զբաղվել նշանակում է հայտ ներկայացնել քաղաքական ուժ ձևավորելու եւ իշխանություն ստանալու։ Չէ, ոչ չէ, սահմանադրական այդպես է։ Հիմա դուք ինչքան ասեք այո, թե չէ։ Բայց եկեղեցին երբեք ուժ նման հայտ չի ներկայացնում։ Հրաժարական պահանջները հրաժարական պահանջը, բնական պահանջը, որ մարդու ձեռքը բռնում ես, ասում ես կանգնի, բավական է։ Որը տնից չես ների այդ ամենը, որ տենց հեշտության նվիրում ես։ Բայց եկեղեցին հետևորդներն ու հավատում են որ դա այդ կերպ է վերաբերում այդ հարցը։ Նման բան չի։ Ընդհակառակը հոգևոր դիպ պահանջում է եկեղեցականի խոսքը։ Շատ հաճախ ասում եմ, ինչու չեք խոսում, ես նույն այդ հարցավորները այն ժամանակ, օրինակ ԿՏԾ-գնդի գրառման ժամանակ չեն ասում, ուր են հոգևորականները։ Հոգևորականները փոխեցնում են, բոլորն է տեսնում են։ Հիմա բոլորը նույնն են ասում, ուր էին հոգևորականները։ Անգամ այնքան են լրտի ասել, մի քանի օր օրինակ այս վերջերս հեռուստատեսությամբ ասում էին 44 օրյա պատերազմի ժամանակ հոգևորականները ուր էին։ Այնպեսի մարդիկ են ասում, որ փախած էին երկրից։
հիմա այդ մարդկանց ասածը լուրջ պիտի ընդունել։ Ես իրանց եմ հիմա հարցնում, ուր է Հայր Մկրտիչը, ուր է Նարեկ Սարգսակը, ուր է Ռուստամ Սարգսակը, ուր է մնացած տղերքը, մեր եկեղեցիները։ Այդ նույն մարդիկ, որ նման բաներ են ասում, եւ հերոսացած կանգնում են լրատվության առջև եւ բացահայտումներ են անում իրենց թվում։ Ասում են, երբ հավատավոր ոգին ծեծում էին, իրավունքներն էին խախտում, քվել էին կեցում, այդ ժամանակ ինչու եկեղեցին չէր քննադատում իշխանությանը։ Նայեք, դարձյալ այդ ասածի մեջ կեղծիք կա։ Կարող են քննադատել եւ ակտիվը բացել եւ տեսնել եկեղեցին միշտ հայտարարություններ արել։ Ամենախիստը եւ 2000 թվականին եկեղեցի կայունացել են, հոգեվորականները կայունացել են։ Միքայել Սրբազանի ոտքի այնտեղ գրեթե կոտրում էին։ Եվ շատ հոգեվորականները ինչպես են ասում, որ մարդ չի եղել։ 5 անգամ մայրաթորը հայտարարություն արել։ Բայց չի կարելի այդ մոռանալ անցյալը եւ կարծեք թե 3 օր անցել է եւ ոչ մի բան չի եղել, ոչ մեկ հիշողություն չունի։ Կարող է մարդիկ հիշողություն չունեն, բայց եկեղեցին ամենահին կառույցն է եւ ունի հիշողություն։ Այդ հիշողությունը ոչ մեկ չի կարող իր ձեռքից անել։ Եկեղեցին այդ բաներ է կատարում հուսակցություններ, որտեղ ունի հիշողություն։ Երբ տասնյակ հազարավոր ներկայացուցիչներ հակապության նմանության պատճառով արտագաղթում էին շնորհիվ Քոչարյանի սենսացիանի զգոնության կոչեր արժունիքի ձեռքբերումների վերաբերյալ հայտարարություն Քոչարյանի ժամանակ մենք ունենք Արցախ, ունենք հզոր բանակ։ Եկեղեցին բազմաթիվ տեսակի սոցիալական գործունեությամբ է զբաղված։ Դուք փոխանակ դուք գնացեք, տեսեք թե եկեղեցին ինչու է զբաղվում։ Այս հարցը առաջ պետք է միայն նայեք։ Եկեղեցին ինչ սոցիալական ծրագրեր է կանացրել։ Հայտարարություններով հիմա ասեմ ապրիլ 13, բայց թվականը չկասում Բաղարամյան պողոտայի վրա հարձակումը որ եղավ։ Գնացեք կարգացեք եկեղեցու հայտարարությունը։ Ամենախիստ հայտարարություններ։ Չեք ուզում չեք կարծում, դա է։ Շնորհակալություն, բավական։